Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։ Գրիգորյանը նախ շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին հյուրընկալության եւ միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպման համար։ Նա նշել է, որ ընթացիկ տարվա առաջին նիստն անցկացվում է խորհրդանշական օրը Եվրասիական տնտեսական միության օրը եւ բոլոր ներկաներին մաղթել է հաջողություններ, արդյունավետ ու կառուցողական համատեղ աշխատանք։ Միաժամանակ վստահություն է հայտնել, որ եվրասիական ինտեգրումը կշարունակի զարգանալ ԻՇԱ անդամ պետությունների եւ նրանց քաղաքացիների։ Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը բազմիցս վերահաստատել է իր հանձնառությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխշահավետ համագործակցությանը, հանուն տնտեսական կայունության եւ անդամ երկրների ու տարածաշրջանի տնտեսությունների կայուն զարգացման։ Հայաստանի Հանրապետությունը մտադիր է հետագայում եւս բարեխղճորեն մասնակցել միության աշխատանքներին փոխադարձ հարգանքի, հավասար գործընկերության եւ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների ազգային շահերի հաշվառման հիման վրա, ասել է նա։ Փոխվարչապետը նախ կարևորել է Եվրասիական տնտեսական ֆորումի թեմատիկան, նշելով, որ արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացումն ու ներդրումը դառնում են երկրների տնտեսությունների մրցունակության բարձրացման եւ տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնման առանցքային գործոններից մեկը։ Նրա խոսքով ԵԱՏՄ շրջանակում արհեստական բանականության պատասխանատու զարգացման վերաբերյալ համատեղ հայտարարությունը կարևոր քայլ է անդամ պետությունների միջև համագործակցության համաձայնեցված մոտեցումների եւ արդյունավետ մեխանիզմների ձևավորման ուղղությամբ։ Գրիգորյանը նշել է նաև, որ ծառայությունների առևտրի ազատականացումը շարունակում է մնալ ԵԱՏՄ շրջանակում տնտեսական ինտեգրման խորացման գլխավոր շարժիչներից մեկը։ Միաժամանակ, ըստ նրա, ազգային կարգավորման առանձին ասպեկտներ դեռևս պահանջում են ավելի գործնական համաձայնեցում, ինչը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի անդամ պետությունների փոխգործակցության ամրապնման, կարգավորող մեխանիզմների կանխատեսելիության եւ թափանցիկության բարձրացման, ինչպես նաև բիզնեսի համար առավել բարենպաստ պայմանների ձևավորման համար։ Ելույթում նա կարևորել է նաև երրորդ երկրների հետ առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացումը, ընդգծելով ազատ առևտրի գործող համաձայնագրերի արդյունավետ եւ լիարժեք իրականացման, ինչպես նաև նոր համաձայնագրերի շուրջ բանակցային գործընթացի առաջ մղման անհրաժեշտությունը։ Գրիգորյանի խոսքով այս ուղղությամբ զարգացման առանցքային գործոններից է նաև տրանսպորտային կապերի դիվերսիֆիկացումը, որը զգալի խթան կհաղորդի ապրանքաշրջանառության աճին։ Նա նշել է, որ Հայաստանը կարևորում է նաև ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության զարգացումը եւ ողջունում է կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմը ագրոարդյունաբերական ոլորտի վրա տարածելու մասին արձանագրության ստորագրումը, ինչը կնպաստի համագործակցության ընդլայնմանը եւ պարենային անվտանգության ամրապնմանը միության շրջանակում։ Եզրափակելով Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին արդյունավետ եւ կառուցողական աշխատանքի համար։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի եւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համապետական ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչը այլ անձանց հետ ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Շիրակի մարզի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։ Դիշով կեկից այսօր փող ուզի չտևի։ Որս արավ, բիզնես պարալի կանչում, միլիոնը տեղում են դեր։ Ես անկեզից մեմն ձյուքիզով իրար հարադարել փողը բերեցի, դավայ դասվիդանիա։ Ինձ կանչել են ես, սենը վաղտուր ես հաշվում, մժիկերը միլիոնը փող։ Դավե կաշկադիմա, սենը գնա կզարգենկա։ Օրամանցա վապչը, նամ հենդոք աստրաբոտ։ Ծանգը ծախվերում դրից։ Ավտոկայան, ծավ լավ աղբրեսը, երկու։ Ամստան կապտը կծած դրվաս աղբրես դարերն են ճապը։ Գրավ իզի շկան բարեգամունիկ սաղին կդե ջրի Քով կուդա քեզի փողը դոք քեզի փողը կուդան Շտարեցին ես ինակ ծեն չեմ տատ միջես պես մդազում որ դիրվում է կրանջը Դու սեցի որ ծեն չկնիշ չեմ կա Մարամաս փողը ես ու կես բայրամաս սիսի Փող տվեք, որ մենք է շարժվենք, մենք է հարցեր ունենք, ձեզ է օգուտ տակ։ Ձեն իրգուլու նագեք դեղ խսեք, կեշտաս կբերցնես։ 170։ Հա, вообще-то մեգի երկուսի կոմեն է տալու վաղտերները, սաղ տեղերը պես է։ Հատվելով ստացից կարանա մեգու միդան բերնման։ Вообще-то ասում։ Չի է Իրեք վառանտով աշխատում են, իրեք օգուտ է տեսնում, որես ունի կարանա
Նույն թեմայով, բայց 3 տարբեր մարդկանց է։ Բայց բալի չես որ 3 տարբեր մարդկանց է տանես։ Պետք է շորդ փոխես թրաշվես, հետո մի հատ թրաշ տնես, հետո մի տեղ Սորաշ там надо նորմալ թրաշի работать։ 10 հոգով էլ գնացի քանի 150,000 կոկտեյլ սինատա։ Ավտոներ իրանք դեր է։ Տարաուջանները մեկը կյավակ կերծելի քեմով սաստավը բազարի։ Մեր շիշարը առախեմին հատպան տարա 5 պետքանան առա 7 Դոլավ աղբոր պես են գեր։ Հենց աղարդ է։ Հողերը որ բաժնում ում ճանից պետ է հանե եդո։ Իմ, քու, իմ երեխի։ Դեպքի արդիվ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։ Լոս Անջելեսի Նորթ Հիլսում բնակվող հայկական ընտանիքում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները կանչով մեկնել են Լոնդելիուս պողոտայի տներից մեկը եւ հայտնաբերել 4 մարմին։ Զոհվել են 31-ամյա Խաժակ Բասմաջյանը, երեխաներ Էլլա եւ Ալեկ Բասմաջյանները։ Երեխաներից մեկը եղել է 2 տարեկան, մյուսը ընդամենը 6 օրական։ Մահացած 4-րդ անձը մոտ 30 տարեկան կին է։ Իրավապահներն այս դեպքը որակել են որպես սպանություն եւ ինքնասպանություն։ Թեև պաշտոնական եզրակացություն դեռ չկա, սակայն համայնքում որպես հնարավոր պատճառ քննարկվում է կնոջ հետծննդյան դեպրեսիան։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Միացյալ Նահանգները եւ Իրանը նոր փոխադարձ հարվածներից հետո նախնական համաձայնության են եկել հրադադարը երկարաձգելու վերաբերյալ, այն դեռ պետք է հաստատի Դոնալդ Թրամփը, գրում են արևմտյան ԶԼՄ-ները։ Խոսքը 60-օրյա ժամկետի մասին է, որի ընթացքում Թեհրանը եւ Վաշինգտոնը պետք է շարունակեն բանակցությունները, այդ թվում միջուկային գործարքի վերաբերյալ։ Աքսիոսի տվյալով կողմերն արդեն համաձայնության են եկել հուշագրի պայմանների մեծ մասի շուրջ։ Դրանք վերաբերում են Հորմուզի նեղուցով ազատ նավարկության ապահովմանը առանց մաքսատուրքերի կամ հետապնդումների։ Նաեւ Իրանը պարտավորվում է 30 օրում մաքրել նեղուցը ականներից։ Այդ թվում ակնկալվում է, որ Միացյալ Նահանգները պետք է թույլատնի հակաիրանական պատժամիջոցները։ Իրանական ԶԼՄ-ները հակադարձում են, հուշագրի նախագիծը դեռ համաձայնեցված չէ, միջնորդի դերում հանդես եկող Պակիստանը եւս չի տեղեկացվել որևէ փաստաթղթի կամ համաձայնության մասին։ ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ դեռ չեն հասել համաձայնության, բայց մոտ են դրան։ Ջեյդի Վենսը հավելել է, շարունակում են աշխատանքները։ Նրա կարծիքով Թեհրանը ցանկանում է գործարք կնքել եւ բացել Հորմուզի նեղուցը, սակայն խնդիրներ կան հարստացված ուրանի հարցում։ Սպիտակ տան ղեկավարներ նախազգուշացրել է, որ կարող են վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները, եթե բանակցությունների արդյունքում լավ գործարք չկնքվի։ Դոնալդ Թրամփի խոսքով իրանցի բանակցողները խելացի են եւ խորամանկ, սակայն բոլոր խաղաքարտերը Վաշինգտոնի ձեռքում են։ Մայիսի 29-ի գիշերը Ուկրաինայի տարածքին հարվածելու ընթացքում ռուսական անօդաչու թռչող սարքերից մեկը մտել է Ռումինիայի օդային տարածք, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության տվյալով այն ընկել է հարավարևելյան Գալատ քաղաքի բնակելի շենքերից մեկի տանիքին, հրդեհ է բռնկվել, 2 մարդ վիրավորվել է, շենքի բնակիչները տարհանվել են։ Նշվում է, որ ռուսական ԱԹՍ-ները հայտնաբերելուց հետո օդ են բարձրացվել Ռումինիայի ռազմաօդային ուժերի 2 ինքնաթիռ եւ 1 ուղղաթիռ։ Ռումինիայի ԱԳՆ-ն Ռուսաստանի կողմից լուրջ եւ անպատասխանատու էսկալացիա է որակել տեղի Բուխարեստն արդեն կապ է հաստատել ԵՄ դաշնակիցների եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, ներկայացրել միջադեպի մանրամասները եւ խնդրել արագացված ընթացակարգով ԱԹՍ-ների դեմ պայքարի սարքեր տրամադրել Ռումինիային։ Բացի այդ, երկիրն անհրաժեշտ դիվանագիտական միջոցներ կձեռնարկի։ ՆԱՏՕ-ից հայտնել են, որ կապի մեջ են Բուխարեստի հետ, դատապարտում են Ռուսաստանի գործողությունները եւ շարունակելու են ամրապնդել դաշինքի տարածքի պաշտպանությունը։ ՄԱԿ անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացրել նվիրված մայիսի 24-ին Կիևի վրա Ռուսաստանի օդային հարձակմանը։ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ տեղակալ Թեմի Բրյուսը խստորեն դատապարտել է Մոսկվայի գործողությունները։ Ռուսաստանի զանգվածային հարվածը, այդ թվում օրեշնիկի կիրառմամբ անհասկանալի, վտանգավոր եւ բարբարոսական էսկալացիա է շեշտել է Բրյուսը։ Նրա խոսքով Վաշինգտոնը հորդորում է Ռուսաստանին ձեռնպահ մնալ այնպիսի հարվածներից, որոնք սպառնում են քաղաքացիական բնակչությանը եւ խաթարում խաղաղության հեռանկարը։ ԱՄՆ ներկայացուցիչը նաեւ անդրադարձել է օտարերկրյա դիվանագետներին ուղղված Մոսկվայի կոչին լքելու Կիևը, քանի որ ռուսական ուժերը պատրաստվում են նոր զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինային։ Դիվանագիտությունն ու բանակցությունները երկարատև խաղաղության միակ ճանապարհն են, սպառնալիքներն ու սադրիչ հռետորաբանությունն անընդունելի են, ասել է Բրյուսը։ Մոսկվայի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան պնդել է, որ Ռուսաստանը թիրախավորում է միայն ռազմական օբյեկտներ։ Նա նաև հիշեցրել է ռուսական վերահսկողության տակ անցած Ստարոբելսկին ուկրաինական հարվածը, որի հետևանքով մի քանի տասնյակ մարդ է զոհվել եւ վիրավորվել։
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է ոչինչ չի կարող արդարացնել Լիբանանին Իսրայելի հարվածները։ Էմանուել Մակրոնը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները, վերադառնալ երկխոսության եւ երկարաժամկետ կարգավորման լուծումներ փնտրել։ Նա շեշտել է, որ հրեական պետությունը պետք է հարգի Լիբանանի ինքնիշխանությունը։ Միևնույն ժամանակ Մակրոնն ընդգծել է, որ Հեզբոլլահն էլ պետք է ապառազմականացվի։ Ֆրանսիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել Փարիզում ընդունել Իսրայել-Լիբանան բանակցությունները։ Մայիսի 28-ին Իսրայելի զինված ուժերը վերջին 3 շաբաթում առաջին անգամ կրկին հարվածել էին Բեյրութին։ Իսրայելական զրույցների տվյալով թիրախում է եղել Հեզբոլլահի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ ՑՀԼ հարվածներ է հասցրել նաև Լիբանանի հարավային տարածքներին, հաղորդվում է զոհերի մասին։ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Լիբանանին հարվածները շարունակվելու եւ ուժգնանալու են։ Իսրայելի վարչապետի խոսքով պայքարը չի դադարի, մինչև Հեզբոլլահը չհանձնվի։ Նեթանյահուն նաև նախազգուշացրել է, որ պատրաստվում են վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի այս պահին դեռ 70%-ի նկատմամբ եւ չեն թույլատնելու Համասի վրա ճնշումը։ Դիանա Գասպարյան, Քանի որ հիմնական երիտասարդների զբաղվածությունը տնից դպրոց, դպրոցից տուն, իրենք շատ ներկայանալու հարթակներ չեն ունենում, բայց այստեղ ավելի հնարավորություն է տալիս շատ երիտասարդների հետ շփվել, իրենց հետ ինչ-որ փորձ փոխանակել։ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից է Միլենան։ Գավառի երիտասարդության տուն հաճախում է արդեն 2 տարի։ Սկզբում խուսափում է շփվել անգամ հասակակիցների հետ, բայց հիմա արդեն ինքն է տարբեր նախաձեռնություններով հանդես գալիս։ Իմ նախաձեռնությունը եւս մեկ օրինակ էր, որ թեկուզ փոքր լինելով դու կարող ես ինչ-որ ազդել քո համայնքին ու ինչ-որ մի փոքր բան փոխել քո համայնքում, եւ դա եղավ իմ դպրոցում, ես կազմակերպել էի անգլերենի դասընթացներ մեր կամավոր Քեյթի հետ։ Միլենան զարգացրել է կարողություններն ու արդեն միջազգային հարթակներում է հաջողություններ գրանցում։ Երիտասարդական փոխանակման 2 ծրագրով տարբեր քննարկումների է մասնակցել Լեհաստանում ու Վրաստանում։ 17-ամյա աղջիկը հստակ որոշել է քաղաքական վերլուծաբան է դառնալու, պատրաստվում է ընդունելության քննություններին, զուգահեռ աշխատում։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երիտասարդ ունի որոշակի ներուժ եւ իրենց պետք է հրավիրել ներս եւ գնալ դեպի իրենց այնպես, որպեսզի իրենք կարողանան իրենց արժևորված գալ եւ կարողանան իրենց պոտենցիալը իրացնել։ Գավառի երիտասարդների տունը գործում է մոտ 4 տարի, հնգորյա գրաֆիկով։ Գալիս են համայնքի տարբեր գյուղերի 13-ից 18 տարեկանները։ Կենտրոնի նպատակը պատանիներին ու երիտասարդներին ինքնաարտահայտվելու հնարավորություն տալն է, օգնել նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերել, դառնալ ակտիվ քաղաքացիներ, մասնակցել իրենց բնակավայրերի զարգացմանը։ Կենտրոնը 600-ից ավելի մշտական այցելու ունի։ Չենք փոխարինում մենք ֆորմալ կրթությանը, բայց լրացնում ենք տարիքային շեմը 13-ից 18 տարեկաններն են։ Դա նշանակում է, որ մենք նպաստում ենք դեռահասությունից ավելի հեշտ երիտասարդության անցմանը եւ կենտրոնը հարթակ է երիտասարդներին ինքնադրսևորվելու։ Պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում մենք մարզերում ձևավորում ենք երիտասարդական միջավայրեր, կա թիրախ կառավարության 21-26 թվականների գործողությունների ծրագրով մինչև 26 թվականի տարեվերջ ունենալ 25 երիտասարդական կենտրոն։ Մենք կարծես թե գտել ենք երիտասարդական կենտրոնների ձևավորման ճիշտ բանալին, որ դա պետք է լինի ցանկալիորեն եռակողմ համագործակցությամբ, այսինքն պետություն, տեղական ինքնակառավարման մարմին եւ քաղաքասարակություն կամ ոչ պետական կառույց։ Կառավարության ֆինանսական աջակցությամբ Սյունիքի, Արարատի, Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում արդեն գործում է երիտասարդական 13 կենտրոն։ Մինչև տարեվերջ պետական միջոցներով կվերազինվի ու կվերագործարկվի եւս 6-ը։ Մարզերում երիտասարդական կենտրոնների թիվը կշարունակի ավելանալ։ Շուտով դրանք կգործեն արդեն 13-ից 35 տարեկանների համար։ 2026 թվականի ավարտին մենք վերափոխում ենք մի փոքր մեր մեթոդաբանությունը, ավելի համահունչ ենք դարձնում օրենքի պահանջներին, աշխատելու ենք երիտասարդների բոլոր խմբերի հետ, այսինքն 13-ից մինչև 35 տարեկան, եւ վերափոխում ենք մեր մոտեցումները երիտասարդական աշխատանքին։ Այս տարվա բյուջեում մենք հատկացրել ենք 100 միլիոն դրամ եւ շահել է կառույց Գյումրիի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը, որը արդեն իսկ ուներ կենտրոններ։ Միջին դրամաշորային գումարը 26 միլիոն դրամ է, որ մենք տրամադրում ենք, բայց ես չեմ հիշում գետ մի դեպք, որտեղ համաֆինանսավորում չլինի։ Այսինքն մենք ունենք դեպքեր, երբ որ համայնքն է, ասենք 5-10 միլիոն աջակցում տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեից, կա նաև որ դիմող կառույցն է համաֆինանսավորում իր հետ ապահովում։
Երիտասարդական կենտրոնները կշարունակեն գործել համայնքներին պատկանող կառույցներում, օրինակ Արթիկի երիտասարդների տունը քաղաքի մանկապարտեզներից մեկի տարածքում է։ Շուտով պետբյուջեի միջոցները կուղվեն բակի բարեկարգմանը, կստեղծվեն ժամանցի նոր հնարավորություններ, կենտրոնը կվերազինվի նոր տեխնիկայով։ Առաջին բաց երիտասարդական կենտրոնը հիմնվել է 2018-ին Գյումրիում, այնուհետև 2022-2024 թվականներին համապատասխանաբար Արմավիրում, Գավառում, Էջմիածնում, Արթիկ խոշորացված համայնքում եւ արդեն 2026 թվականին պատրաստում ենք 6-րդ բաց երիտասարդական կենտրոնը հիմնել Աշտարակ խոշորացված համայնքում։ Կենտրոնները հիմնվում են հիմնականում այն համայնքներում, որոնք նախադեպեր չեն ունեցել նմանատիպ երիտասարդակենտրոն երիտասարդական միջավայրերի։ Ես արդեն ապրում եմ Քյավառում 2 տարի։ 2 տարի։ Հա։ Գավառն իրանց նման Քյավառ ես ասում։ Այո։ Արթիկի երիտասարդության տուն տարեկան մոտ 700 պատանիու երիտասարդ է այցելում համայնքի 24 բնակավայրից։ Կենտրոնի գործունեության շրջանակը չի սահմանափակվում ինտելեկտուալ ժամանցով, իրականացվում են կրթական ու սոցիալական տարբեր ծրագրեր։ Յաշան օրինակ ամեն օր Անուշավան գյուղից է գալիս, կենտրոնի շնորհիվ ավելի համարձակ ու ինքնավստահ է դարձել։ Հիմա արդեն սկսել եմ բանաստեղծություններ գրել, առաջ քիչ էի գրում, իսկ հիմա ավելի շատ եմ գրում ու նաև գրում եմ պատմություն, փորձում եմ հրատարակել իմ սեփական գիրքը։ Ակտիվ մասնակցում է ճամբարների կազմակերպմանը, արշավներին բաց չի թողնում լրագրության, ռոբոտաշինության, գրքասերների ակումբների հանդիպումները։ Սիրում է արկածային գրականություն, լեզուներ է ուսումնասիրում՝ գերմաներեն, իտալերեն, չինարեն ու ոչ միայն։ Ես հիմա սովորում եմ թուրքերեն, հիմա խոսակցական ավելի շատ լեզուն եմ ուզում ուսումնասիրել եւ հետագայում մշակույթը։ Բանասեր կդառնա թե թուրքագետ ժամանակը ցույց կտա։ Նրանց հետ աշխատող մասնագետների համոզմամբ կենտրոնները երիտասարդների համար նախ իրենց բացահայտելու հրաշալի հնարավորություն են։ Ինձ համար ամեն ինչ է հետաքրքիր, որովհետեւ շատ հարբեր է։ Երեխաները այստեղ շատ բարի, խելացի, ակտիվ են, հա, Ամերիկայում նման, բայց այստեղ մշակույթը շատ հարբեր է։ Կենտրոնների կրթական ու ժամանցային ծրագրերն ավելի հետաքրքիր են դառնում տարբեր երկրներից եկած կամավորների շնորհիվ։ Ամերիկացի Քեյթն օրինակ նրանց հետ մոմագործությամբ է զբաղվում, համակարգչային գիտելիքներ փոխանցում, զարգացնում բանավոր անգլերենը։ Գավառցի պատանիներն են նրա հայերենը, իրենց բարբառով։ Ես ասում եմ իմալես, խաց, մկա։ Գավառի երիտասարդների տունը շուտով հրաժեշտ կտա Քեյթին, կգնա ոչ միայն տպավորություններով հարստացած, այլև նոր գիտելիքներով։ Նրա հայերենի բանավոր ու անգամ գրավոր իմացությունը աշխատասիրության վառ օրինակ է, որ ոգևորում է նաև պատանիներին։ Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության երկրորդ փուլին մասնակցելու համար հայտագրվել է 16487 դիմորդ։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարոն Ասիբյանի խոսքով ամռանը նախատեսված միասնական քննությանն առաջին անգամ ավելի քիչ մասնակից է լինելու, քան ձմեռային քննաշրջանին։ Այդ 16480 դիմորդները մարտ քննություն հարաբերակցությամբ լինելու են 23472, այսինքն տեսեք, հունվար ամսին մարդկանց թիվը եղել է 12537, բայց հանձնել են 21130 մարտ քննություն։ Սա խոսում է այն մասին, որ հունվար-փետրվար ամիսներին դիմորդներ ավելի շատ հանձնել են 2 քննություններ։ Թեպետ հունվար-փետրվարին հանձնված քննությունների արդյունքները գոհացուցիչ են եղել շատ շրջանավարտների համար եւ նրանք չեն ցանկացել ամռանը քննություն հանձնել, բայց պարտավոր էին հայտագրել բուհը եւ մասնագիտությունը պահպանելով գնահատականները։ Չնայած իրազեկման աշխատանքներին 70 դիմորդ չի հասցրել սահմանված ժամկետում հայտագրվել։ Անցյալ տարի էլ նույն պատկերը կրկնվեց, եղան դիմորդներ, որոնք չկարողացան հայտագրվել մինչև նշված ժամկետը եւ գնահատման թեստավորման կենտրոնն այդ փորձը նկատի ունենալով այս տարի արդեն մայիսի 6-ից ուղարկեց SMS հաղորդագրություններ։ Նախորդ տարի իհարկե լուծումը առաջարկեց կրթության նախարարությունը եւ առաջարկեց մրցույթի հիմնական փուլից հետո թափուր մնացած տեղերի համար դիմեն նաեւ նրանք, ովքեր որ երկրորդ փուլին հայտագրման ժամանակ բուհ եւ մասնագիտություն չեն նշել։
Դիմորդների ընդհանուր թվով առաջին տեղում Երևանի պետական, երկրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն է։ Այնուհետև ճարտարապետության եւ շինարարության, պոլիտեխնիկական եւ Երևանի պետական բժշկական համալսարանները։ Պահանջված մասնագիտությունների շարքը գրեթե նույնն է, նշում է Կարոն Ասիբյանը։ Մեկ տեղի համար հարաբերակցությամբ շատ դիմորդներ ունի ստոմատոլոգիայի հերացու անվան բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի կրթական ծրագիրը։ 2.9 մարտ մեկ տեղի համար։ Երկրորդ տեղում բուժական գործն է 2.3 մարտ մեկ տեղի համար եւ երրորդ տեղում Երևանի պետական համալսարանի իրավագիտություն մասնագիտությունը մեկ տեղի համար 2.1 Ըստ գնահատման եւ թեստավորման կենտրոնի հրապարակած ժամանակացույցի երկրորդ փուլի առաջին քննությունը կկայանա հունիսի 12-ին կենսաբանություն եւ աշխարհագրություն առարկաներից։ Քննաշրջանը կավարտվի հունիսի 30-ին, որին կհաջորդեն լրացուցիչ քննությունները։ Աննա Մելքումյան Ծնող երեխա հարաբերությունների շուրջ է հոգեբանի հետ զրույցը։ Գավառում կազմակերպված աշխատարանի լսարանում մայրիկներ են երեխաների հետ իրենց ամենօրյա շփումներին վերաբերող հարցերով։ Հոգեբան Ռուզաննա Բադալյանը մասնավորապես անդրադառնում է ծնող երեխա հարաբերություններում մտերմություն հաստատելու կարևորությանն ու հմտություններին։ Համ ծնողների կողմից դա կարող որևէ դժվար լինի հասկանալ իրենց զավակներին եւ զավակների կողմից էլ է լինում դժվար հասկանալ ծնողներին։ Դրա համար ես մտածում եմ, որ այդ նորմալ է, երբ որ կա այդ process-ը եւ այդ process-ի մեջ են երեխաները մեծանում։ Դրա համար իմ կողմից տենց իմ միտքը եղել է ոչ ինչ-որ բան սովորացնեմ կամ քննարկեմ կամ ասեմ սա լավ է կամ սա վատ է, այլ միասին զրուցենք եւ հասկանանք ինչն են խնդիրները կամ կարող է խնդիր չեն ուղղակի ինչ-որ բան այդ հարաբերությունների մասին զրուցենք։ Հոգեբանը խոսում է նաև երեխայի լավագույն շահն ապահովելու ճանապարհին ծնողների տագնապների, վախերի ու մշտական վերահսկողության դրսևորումների մասին։ Մասնագետը դրանք օրինաչափ է համարում, սակայն դրանցից չպետք է տուժեն հարաբերություններն ու մտերմությունը։ Տագնապը այսօրվա օրին շատ մեծ հարց է բոլորիս համար, ոչ միայն ծնող երեխայի հարաբերությունների համար, բայց ընդհանուր ինքս այդ զգում եմ դրա համար այդ նորմալ է որ դա կա։ Ոնց ստեղծել այդ մտերմությունը եւ ոնց ստեղծել այդ հարաբերությունները ծնող երեխայի եւ ոնց հասկանալ ինքդ քեզ եւ քո երեխային, երևի դա էր ամենատենց շատ քննարկումը։ Թեման արդիական է, լսարանը ակտիվ։ Մայրիկները բարձրաձայնում են իրենց հուզող խնդիրները, ներկայացնում երեխաների հետ հարաբերություններ կառուցելու սեփական փորձառությունները։ Քննարկումը հաջողվում է դառնալով արդյունավետ երկխոսություն։ Ես սպասում էի, որ ակտիվ կլինի լսարանը, բայց չէի սպասում, որ այսքան ակտիվ կլինի եւ շատ հաճելի իմ համար շատ հաճելի զրուցանք էր դա, շատ ակտիվ հարցեր էին տալիս, իրենց մասին էին պատմում եւ ես շատ ուրախ եմ ու շատ հաճելի կլինի ելի վերադառնամ եւ շարունակեմ։ Գավառում մասնագիտական առաջին հանդիպում քննարկման հաջողությունը հոգեբանին երկրորդ անգամ այցելելու միտք է տալիս։ Նույնիսկ նախանշվում է հաջորդ թեման՝ միջանձնային եւ միջսեռային հարաբերություններ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն,